ֆոնդից, ազգային ստեղծագործությունից։ Առանց լեզվի չկա ազգային կյանք։ Այսպես երկար կարելի է շարունակել մեջբերումը։ Իդեպ Հովհաննես Քաջազնունու ազգ եւ հայրենիք աշխատությունը 2008 թվականին հրատարակել է Հայրենիք ակումբը հանրապետական կուսակցության աջակցությամբ։ Եվ հիմա հանրապետական նախարարը փորձում է մեզ պարտադրել այն ողբերգությունը, որ ապրել է Քաջազնունին գրելով, մեջբերում եմ. Ես չեմ կարող խոսել ու գրել ռուսի պես։ Իմ հայ լինելը անդրադառնում է լեզվից վրա ու խանգարում ռուսերենին։ Մյուս կողմից, երկար տարիների վարժությունը եւ ռուսերեն խոսելու սովորությունը փչացրել են անդառնալիորեն իմ հայերենը։ Ռուսերեն խոսում եմ հայավարի, հայերեն գրում եմ ռուսավարի։ Իմ տիպի ու իմ դպրոցի մարդիկ կես լեզվի մարդիկ են։ Մի մեծ դժբախտություն է սա, ել ավելի մեծ այն իսկ պատճառով, որ մնում է սովորաբար աննկատելի։ Եվ մենք այնքան ենք վարժվել այդ շինծու անզոր ու անարտահայտիչ կես լեզվին, որ կորցրել ենք կամ կորցնելու վրա ենք առողջ լեզվի բնազդը։ Դժբախտություն է, որովհետև զրկված ենք արտահայտելու ամենից զորեղ միջոցից, կենթանի, հարազատ ու լիահնչուն խոսքից։ Մեջբերման ավարտը։ Չգիտեմ, հանրապետականները տեղյակ էին իրենց հրատարակած աշխատության բովանդակությանը, թե այսօր էլ ինչպես հայ-թուրքական տխրահրճակ արձանագրությունների ստորագրման դեպքում էր, փորձում են կերակրել մեզ պարադոքսով։ Գուցե նրանք հենց այնպես են նախընտրել զինատեսակը, բումերանգը, չիմանալով ոչ նրա գործածության ձևը, ոչ էֆեկտը, իսկ ավելի լուրջ, սա իրոք ողբերգություն է, քան զավեշտ։ Խնդրում եմ ասեք, ինչ են ուզում ասել Քաջազնունու նման մտածողները, ինչն է մղել նրանց նման եզրահանգումների։ Պարոն Մեսրոպյան։ Ուրեմն ամենահետաքրքիրը կայանում է նրանում, որ այդ բոլոր փոփոխությունները նպատակը դրվում է հետևյալ ձևակերպմամբ. մեր շրջանավարտները պետք է լինեն մրցունակ, գիտելիքներով զինված եւ տեղեկացված։ Ուրեմն մեր օրենքում գրված է ազգային դաստիարակություն, նոր նախագծում ազգային դաստիարակությունը հանված է։ Հարցը կայանում է նաեւ նրանում, որ ցանկացած կրթություն խոսքը գնում է դպրոցական կրթության մասին։ 3 կարևորագույն խնդիր պետք է լուծի. մատաղ սերունդի ազգային դաստիարակություն, ազգային դաստիարակություն նաև այնինչ ասում է հայր կոմիտասը եւ հոգեկերտվածքը եւ արժեհամակարգը եւ հայրենասիրությունը եւ այլն, մրցունակ գիտելիք եւ հզոր տեղեկատվական հագեցում պետք է տա աշակերտին։ Ուրեմն ասեմ ձեզ, նման նախարարության պարագայում մրցունակ գիտելիքների մասին կարելի է մոռանալ, որովհետև որպեսզի դու կարողանաս ստորադասին մրցունակ գիտելիք տաս, առնվազն դու պետք է լինես այդ մրցունակ գիտելիքի կրողը։ Երկրորդը, տեղեկատվական խնդիրը ընդհանրապես քայլ առ քայլ դառնում է լեզուներից դուրս։ Վերջերս արդեն Google Translate կիրառության մեջ մտավ, որտեղ 52 լեզուներից հայերեն եւ հայերենից 52 լեզու կարելի է թարգմանություն ստանալ, որակը տարեց տարի բարձրանում է։ Ես մի բան չեմ հասկանում, այդ որ շեշտը դնում են տեղեկատվության վրա, ուզում են ազգը ֆլեշկա սարքեն, այսինքն շատ տեղեկատվություն լինել, ֆլեշկեն դա դեռ մարդ չի։ Իսկ գիտելիքը արդեն ես բացատրեցի, ինչի բացառված է, ոչ մի լեզվով մենք գիտելիք չենք ստանա։ Եվ երրորդը ազգային դաստիարակություն, իսկ այդ հարցը ինչու չպետք է լուծեն։ Վերջեվերջով ես մի բան եմ ուզում ուղղակի հայտարարեմ։ Ես վերջապես համոզվեցի, որ հանրապետականները լավ էլ կարդացել են Գարեգին Նժդե, որովհետև իրանք վերջի տարիները անում են ճիշտ հակառակը, ինչ ասել է Գարեգին Նժդեն։ Մենք այդ իմաստով կարող ենք հանգիստ լինել։ Վերջի փորձարարությունները եւ նորարարությունները ապացուցում են, որ իրանք լրիվ կարդացել են Գարեգին Նժդե, որտեղ գիտության մեջ կա հավանականության տեսություն։ Եթե դու մի բան չգիտես, մեկ-մեկ էլ այդ չիմացածից կասես, բայց իրանք ճիշտ հակառակն են անում։ Հետևաբար ես կարծում եմ, որ ուղղակի իրանք ասպարեզից հանում են ազգային դաստիարակությունը, որպես այնպիսին, մրցունակ գիտելիք մեկա չեն տա եւ կառաջացնեն մի խավ քաղկենի ջահելներ, երիտասարդներ, որոնք ոչ արմատ կունենան, ոչ գիտելիք, մենակ կարող են լինել ուղղակի ինֆորմացիա տանող բերող, ինչպես նաեւ իրենք օգտագործվում են արտասահմանում, երբ աշխատում են կամ արտասահմանյան կառույցներում այստեղ։ Ոչ մի հային, որոնք աշխատում են Հայաստանում միջազգային կառույցներում, հնարավորություն չեն տալիս ինչ որ սահմաններից դուրս գալ։ Էդ էլ պետք է հաշվի առնենք։ Հետևաբար ես կարծում եմ, որ մի քանի տարուց հետո, եթե Աստված ոչ անի սա անցկացվի, մենք բնական է, մենք էլի կնստենք, կմտածենք, թե ինչու մեզ մոտ կրթությունը մրցունակ չէ։
Պարոն Խզմալյան, ինչ եք կարծում, ո՞րն էր Հովհաննես Քաջազնունու ողբերգությունը։ Ես մի ամբողջ ֆիլմ եմ արել այդ սերնդի ողբերգության մասին, կոչվում էր Սարդարապատ, ցավոք այդ ֆիլմը չի ցուցադրվում, երևի դրա ժամանակը չի եկել։ Ես այդ ժամանակի հետ կապված եւ այդ սերնդի հետ կապված ուզում եմ սահունանցում կատարել Նժդեհի գաղափարներին։ Բանն այն է, որ մարդիկ, ովքեր Նժդեհին են մեջբերում տեղի եւ անտեղի, չեն էլ ամաչում կանգնել Սուրեն Սպանդարյանի արձանի տակ, որին վերանվանել են Նժդեհ, այսինքն կեղծիքը եւ իրենց կեղծավորությունը սկսում է հենց նրանից, որ իրենք իրենց ճառերը ասում են մատնանշելով Սուրեն Սպանդարյանի արձանը, որը բոլորովին էլ Գարեգին Նժդեհի հրապարակում Գարեգին Նժդեհ չի ներկայացնում։ Դա մեր պարադոքսներից է, մեր կյանքի զավեշտներից։ Դա պարադոքս էլ չէ, եթե Հարկոմիտասը Հերցելին հիշեց, ապա Կաբալա էլ կարելի է հիշել, իսկ հрьяաները շատ լավ գիտեն, որ նյութական աշխարհը, վերացական խորհրդանիշների աշխարհը շահկապված են եւ ազդում են մեկ-մեկու։ Այն, որ այդ սադրանքը չի անցնի, դա պարզ է։ Մենք իսկապես չենք թույլ տա եւ ինչ որտեղ պետք է շնորհակալ լինել, որ մեր քնած հասարակությունը մեկը մեկի հետևից հարվածներ է ստանում եւ արթնանում է եւ դրանում կոփվում է մեր դիմադրության ոգին, բայց այստեղ նաեւ քաղաքական խնդիր կա, ում էր պետք է դա ամենը։ Կասկած հատուկ է արվում, որ ազգը հերթական անգամ ստրեսների ցասումի դեպրեսիայի մեջ ընկնի։ Այստեղ ես տեսնում եմ եւս մեկ միտում։ Այստեղ կա բնականաբար, ինչպես հաճախ վերջի տարիներին մենք տեսնում ենք, քաղաքական պատվեր։ Եվ այս պատվերը, քանի որ ով չասել միևնույն է ասելով օտարալեզու դպրոց նկատի ունի նախ եւ առաջ ռուսական դպրոցը, մենք պետք է հասկանանք, որ սա նաեւ սադրանք է, որքան էլ պարադոքսալ ինչ է Ռուսաստանի դեմ, որովհետեւ որոշ մարդկանց, որոշ տերերը պատվիրել են վարկաբեկել Ռուսաստանը։ Բան այն է, որ ինչպես էլ մենք հիմա չգնահատենք Ռուսաստանի ներկա քաղաքականությունը, այնուամենայնիվ ռազմավարական առումով մեր պաշտպանվածությունը խարսխված է Ռուսաստանի շահերի եւ մեր ընդհանուր տնտեսական եւ ամենակարևորը ռազմավարական ընդհանրությունների վրա։ Դուրս հանել Հայաստանը այս ծիրից դա շատ դժվար է, բայց լեզուն շատ կարճ ճանապարհ է այդ ծիրից դուրս գալու համար եւ ես կարծում եմ, որ որոշ շրջանակներ հատուկ ներս են գցում այդպիսի սադրիչ գաղափարներ, որպիսի ժողովրդին դուրս բերեն հունից եւ դուրս բերեն այն կարծրատիպերից, որոնք ոչ միշտ են վնասակար։ Ինչպես հայտնի է Վրաստան, ռուսները շատ երկար դեռ ոտք չեն դնելու, դա պարզ է հայտնի պատճառներով։ Ռուսաստանը իսկապես մնացել է Հարավային Կովկասում շնորհիվ Հայաստանի, եւ դուք հասկանում եք, որ սա հսկայական, ահռելի, վիթխարի քաղաքական խաղ է, պայքար է, որպիսի մեր տարածաշրջանը դառնա տարանցիկ շահերի ինչ որ միջանցք, որտեղ մենք բոլորովին այլ իրավիճակում կգտնվենք եւ պետք է մտածել այդ մասին։ Ցավոք մենք չունենք վերնախավ, որը մտածի այդ մասին, բայց եթե մենք չխոսենք այդ մասին, վերնախավը չի էլ հասկանա ինչի մասին է խոսքը։ Այդպես որ կարծում եմ, ներեցեք ձեզ ընդհատում եմ, այս թեմայով մեր նախորդ հաղորդման մեջ պարզ ասել եմ, որ այստեղ մեր տարածքում, Հայաստանի Հանրապետության տարածքում բախվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը։ Ոչ միայն, այստեղ կա եւ այլ երկրների շահեր։ Բայց հիմնականում այդ երկու գերտերությունների։ Հարկոմիտաս, հարցը ձեզ եմ ուղղելու։ Իմ միջավայրում կան մարդիկ, հրաշալի հայեր, որոնց կրթությունը ռուսական է։ Նրանք Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ են։ Արցախյան ազատամարտին առավելագույնս օժանդակել են թիկունքից։ Տեղեկատվական անգնահատելի գործունեություն են ծավալել հենց թեկուզ ռուս մտավորականության շրջանում եւ այլն։ Բայց այսօր նրանք ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել այլալեզու հանրակրթական դպրոցների վերաբացման վտանգը։ Ինչպես կարելի է օգնել այդ մարդկանց Իմ մասնավորի գիտակցելու, թե ինչով է հղի լեզվաքաղաքական այս հեղաշրջման փորձը։ Գիտեք ամբողջ խնդիրը որտեղ է։ Եթե մենք այսօր նկատի ունենանք լեզուն պարզապես որպես այդպիսին, դա ովևէ նշան